Հարավում անցած տարի բնակչությունն ավելացել է, չնայած գրանցվել է ընդամենը 1 ծնունդ, աճն ապահովվել է Հայաստանի Հանրապետությունից և շրջանի մյուս գյուղերից եկած 3 ընտանիքի հաշվին։ Հիմնական խնդիրը, որի մասին մարդիկ կիսաբերան են խոսում, մոտ 40 երիտասարդներն են, որ չեն ամուսնանում։ Պատճառաբանությունները նույնն են, ինչ մյուս համայնքներում հնարավորություններ չկան։ Իսկ ինչպես ստեղծվի հնարավորությունը, եթե գյուղի ունեցած հարստության գյուղատնտեսական ներուժի հիմնական մասը չի օգտագործվում։ Հողերի կեսից ավելին անմշակ է, ընդամենը 88 խոշոր եղջերավոր անասուն ունեն։ Փոխարենը երիտասարդներն աշխատում են արտադրությունում, քարհանքներն ու վերամշակման արտադրամասերը 30 աշխատատեղ են ապահովում։ Այդքանով հանդերձ հիմնական հարցը, որի շուրջ կառավարության ղեկավարն առաջարկեց քննարկումներ ծավալել, գյուղատնտեսության ոլորտից էր։ Ինչ անենք, որպեսզի հարավ գյուղի ընդհանուր տնտեսական ցուցանիշները լինեն շատ ավելի բարձր, քան այսօր մենք ձեզ հետ միասին արձանագրել ենք։ Անասնապահության հարցը տեղից շարժելը դժվար է, կարծում են գյուղացիները, բայց եթե տեխնիկա լինի, հողերը կմշակվեն։ Այս տարվա փորձը դա է հուշում։ Ագրոտնտեսությունների հետ համագործակցության արդյունք է, որ 120 հեկտար վարուցանք են կատարել։ Կառավարության ղեկավարն էլ հարավցիներին առաջարկեց օգտվել ընձեռված հնարավորությունից եւ սեփական ուժերով տեխնիկա գնել։ Առաջիկա օրերին կլուծվի նաեւ ենթաշրջանային գյուղատնտեսի հարցը։ Ինչպես հարավում, այնպես էլ ողջ երկրում ամեն ինչ կախված է տնտեսության զարգացումից, ասաց վարչապետը, նշելով, որ կառավարությունում տեղերից տնտեսական բնույթի առաջարկություններ են սպասում։ Մշակեք, մտածեք, ծրագրեք։ Մենք պատրաստ ենք աջակցելու արտոնյալ վարկերով, լիզինգային պայմաններով տեխնիկայի մատակարարման տրամադրման, մասնագիտական աջակցության, ապրանքների իրացման եւ այլն, բոլոր ուղղություններում մենք պատրաստ ենք։ Նորագյուղում գյուղատնտեսական տարին այնքան էլ հաջող չէր։ Կարկտահարությունից ինչպես ցանկատարածություններն են տուժել, այնպես էլ խաղողայգիները, բայց դա չի խանգարել, որ պետության հանդեպ պարտավորությունները կատարեն։ Եթե հարավում տեղական մուտքերի ապահովման խնդիր ունեն, ապա Ասկերանի այս համայնքում Նորագյուղում դրանք ապահովվում են 100 եւ ավելի տոկոսով, ինչը մի շարք հարցեր լուծելու հնարավորություն է տալիս։ Ավելին, համայնքապետ Էդիկ Մարդյանի տարվա հաշվետվության մասնակիցները աշխատանքների թեր կողմերից մեկը համարեցին համայնքի ջրամատակարարման համակարգի հանձնումը կենտրոնացված կառավարման։ Համակարգը տեղափոխվելով ընդհանուր պետական մի տնտեսության մեջ, մենք հետագա պատասխանատվությունը վերցրել ենք մեզ վրա, որ 10 տարի հետո դուք եւս ունենաք շուրջօրյա կամ ամենօրյա ջուր։ Ըստ ելույթ ունեցողների, համայնքը կարող է եւ ջրի վարձը հավաքել եւ համակարգը սպասարկել։ Ընդ որում ջրի վարձի հետ աղբահանության վճարը կապելով կարող են նաեւ լուծել համայնքի համար օրախնդիր այդ հարցը։ Բնակության հետ նաեւ հանդիպումներ ունեցեք, բնակության կարծիքը եւս իմացեք, ավականու այդ հանդիպումից հետո արդեն կոնկրետ որոշում կկայացնենք։ Կկարողանան արդյոք նորագյուղցիները մի խոսքի գալ այս հարցում։ Համենայն դեպս գյուղի մուտքի մոտ այս աղբակույտը մաքրելու կոչին այնքան էլ ակտիվ չարձագանքեցին։ Հիմնական հարցերից մեկը, որ հուզում է բնակիչներին, ոռոգման խնդիրն է։ Ջրամբարի կառուցումը երկարաժամկետ ու ծախսատար է։ Ժամանակավոր լուծումներ են պետք, ասաց կառավարության ղեկավարը։ Մի խնդիր լուծվելու է 2014 թվականին։ Կապիտալ ներդրումների ծրագրով նախատեսվում է վերակառուցել գյուղ տանող ճանապարհը։ Լուսինա Ավանեսյան, Սամվել Սարյան, օր։